Ռուսաստանի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը հայտարարել է, որ պետք է ընդունվի համընդհանուր զինծառայության մասին օրենք, որպեսզի բոլորը բանակում ծառայեն անկախ նրանից, թե նրանք սովորում են, թե ոչ։ Միակ պատճառը, որ կարող է ազատել տղամարդուն բանակից, կլինի նրա առողջական վիճակը։ Այս մասին գրում է RTV-ն։ Միս Շոտլանդիա 2022 գեղեցկության մրցույթի հաղթող Լյուիսա Թոմփսոնին զրկել են իր տիտղոսից եւ տուգանել $1000 այն բանի համար, որ հարբած վիճակում կծել է երկու պահակներին, գրում է Daily Mail-ը։ Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 20 մարդ։ Զոհերից մի քանիսը հայտնաբերվել են ճանապարհին եւ տներից մեկի բակում։ 50-ից 60 տարեկան 3 մարդ մահացել են, երբ նրանց ավտոմեքենան շրջվել է, քանի որ փորձել են դուրս գալ հրդեհի գոտուց։ Այս մասին գրում է CNN-ը։ Սատանան գրում է Prada ֆիլմում ցուցադրված բնակարանը կրկին վաճառքի է հանվել։ Նյու Յորքում գտնվող այս շքեղ բնակարանը վաճառվում է $8.95 միլիոն, գրում է Mansion Global-ը։ Մոսկվայում ձերբակալվել է Forbes-ի ցուցակում ընդգրկված միլիարդատեր, ռուսական խոշորագույն Rusagro գյուղատնտեսական հոլդինգի հիմնադիր Վադիմ Մոշկովիչը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ռուսաստանում 50-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, քանի որ հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը չի արձագանքել նրա զգացմունքներին, գրում է The Voice mag-ը։ Բզեզների մի յուրահատուկ տեսակ կա, որոնք քիմիական պայթյուններ են իրականացնում որպես պաշտպանական միջոց։ Բոմբարդիր բզեզը փոքրիկ միջատ է, որը հայտնի է իր յուրահատուկ պաշտպանական մեթոդներով։ Երբ բզեզը վտանգ է զգում, այն կարող է քիմիական նյութերի եռացող խառնուրդ դուրս հանել իր որովայնից, ստեղծելով պայթյունի պես ազդանշան։ Այս մասին գրում է Natural History Museum-ը։ Բրիտանական Սասեքսի համալսարանը տուգանվել է գրեթե $600,000 դասախոսի նկատմամբ ճնշումներ գործադրելու պատճառով։ Դասախոս Քեթլին Սթոկը մեղադրվել էր տրանսգենդերների նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ, իր կարծիքների պատճառով, որոնք վերաբերում էին գենդերային ինքնությանը եւ դրա ճանաչմանը, գրում է BBC-ն։ Բրիտանացի գիտնականները հետազոտում են արթրիտի նոր բուժման մեթոդը, որը հիմնված է իմունային համակարգի վերապատրաստման վրա։ Արթրիտը հոդերի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ կարող է առաջանալ ցավ, այտուց, շարժունակության սահմանափակում եւ դեֆորմացիա։ Այս մասին գրում է BBC-ն։ Ավստրալիացի սենատոր Սարա Հանսոն Յանգը խորհրդարան է բերել մեռած լոսոս, բողոքելով կառավարության կողմից իրականացվող բնապահպանական քաղաքականության դեմ։ Այս մասին գրում է Daily-ն։ Բրազիլիայի գերագույն դատարանը որոշել է, որ նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոն պետք է դատարանի առաջ կանգնի հեղաշրջման փորձ իրականացնելու համար։ Ատլանտիկը, որի գլխավոր խմբագիրը սխալմամբ ընդգրկվել էր ամերիկացի պաշտոնյաների հետ գաղտնի չաթում, ամբողջությամբ հրապարակել է նրանց նամակագրության սքրինշոթերը, գրում է BBC-ն։